Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխության վերաբերյալ մեկնաբանում է Էդուարդ Չարմազանովը։ Նոր փոփոխություններ նպաստ համակարգում փոխվել է ընտանիքի անապահովության գնահատման կարգը։ Դարձ կետեմ տեղեկատվական համակարգ, որից կարող են օգտվել արտերկրից Հայաստան վերադարձող քաղաքացիները։ Մշտական խնդիր պայքար Գյումրիում ավելացել է թափառողջների թիվը։ Ի տարբերություն Գյումրու թափառողջների Մարմաշեն համայնքում ապրող ջայլամների թիվը գնալով պակասել է, բազմացման օգնելու են ժամանակակից տեխնոլոգիաները։ Օրվա նորությունների ընդհանրացման պազդարաժն է եթերում, բարև ձեզ։ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավման փորձում իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ։ Մարտի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժն առաջնային գծի տարբեր ֆազներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 4500 կրակոց։ Բացի նշված միջոցներից հակառակորդը հյուսիսային Շահումյանի ուղղությամբ կիրառել է նաև ZIG-23-ի 2 զինատեսակ։ Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և ZIG-23 2 զինատեսակը։ Նույն ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի Մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում։ Ըստ հաստատված տվյալներից ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող։ Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը։
Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամլոյցարայության հավաստմամբ հայկական կողմը կորուստներ չի ունեցել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչդեռ հաղորդում է հայկական հետախուզադիվերսիոն խմբի վնասազերծման մասին, ինչի հետևանքով հայկական կողմը իբր կորուստներ է կրել, իսկ ադրբեջանական կողմից վիրավորվել է սերժանտ Դայանա Զահիդովը։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները։ Չկան նման բան, իսկ իրենց զոհերին և վիրավորներին դեռ երկար են դուրս տալու։ Իրենց յուրաքանչյուր զոհին ու վիրավորին բացահայտելու ժամանակ մի նոր չեղած հայկական դիվերսիա Գեորգին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը։ Շարունակում ենք թողարկումը։ Մարտի 5-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ազգային ժողովի արտահերթ նիստի արդյունքները։ Օրակարգում եղել է նաև ԵԺԿ գագաթնաժողովում հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման խնդիրը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ողջունում է 3 կուսակցության արած քայլը։ Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ՀՀԿ-ն ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխության վերաբերյալ։ Ես ընթերցել եմ պարոն Ծառուկյանի ելույթը։ Պարոն Ծառուկյանը այնտեղ հստակ նշել է պատճառը, ինչու ենք դուրս գալիս ակտիվ քաղաքականությունից, մեր հարգանքով ենք վերաբերում Գագիկ Ծառուկյանի որոշմանը։ Դա իրավասնական որոշումն է, այստեղ ես որևէ ավելացնելու բան չունեմ։ Գագիկ Ծառուկյանի մամլոխոսնակ Իվետ Տատոնոյանը դադարեցրել է իր անդամակցությունը ԲՀԿ-ին, այս մասին այսօր ԿՏՄ-ի հետ զրույցում ասել է Իվետ Տատոնոյանը, մանրամասնելով, որ դադարեցրել է ոչ միայն անդամակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, այլև դադարել է լինել ԲՀԿ քաղխորհրդի անդամ։ Սակայն շարունակում եմ լինել Գագիկ Ծառուկյանի մամլոխոսնակը, ասել է նա։ Բացի դրանից Իվետ Տատոնոյանն ասել է նաև, որ շարունակում է մնալ Կենտրոն հեռուստաընկերության Էպիկենտրոն լրատվականի տնօրենը։ Այսօր ԿՏՄ-ի հետ զրույցում ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է. Տիգրան Ուրիխանյանը մեզ է տեղեկացրել, հրաժարվում է կուսակցության մամլոխոսնակի պարտականություններից, կուսակցության որոշմամբ ԲՀԿ մամլոխոսնակի պարտականությունները հենց այսօրվանից ժամանակավորապես կստանձնի Վահան Բաբայանը։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունը նիստ կգումարի, որում կքննարկվի խմբակցության ղեկավարի, քարտուղարի ու նաև կուսակցության մամլոխոսնակի ընտրության հարցը։ Հիշեցնենք, ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը այսօր ԿՏՄ-ին հայտնել էր, որ այլևս
չի իրականացնում կուսակցության խոսնակի պարտականությունները, թեև այդ մասին Նաիրա Զոհրաբյանը անձամբ իր կողմից չէր տեղեկացվել։ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս դուրս է եկել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը նշել է, որ պահպանելու է ընկերական հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական գործընկերների հետ։ Մարտուն Գրիգորյանը հիշեցրել է, որ չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից 2009 թվականին կանգնել է Գագիկ Ծառուկյանի անձի կողքին, թիմակիցների հետ մտել Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Մենք Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած ենք եղել անմնացորդ հավատով, վստահությամբ և նվիրումով, համաժողովրդական շարժման բոլոր փուլերում պատրաստ ամեն ինչի և մինչև վերջ գնալու, իր կողքին մնալու վճռականությամբ։ Սակայն հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված նոր իրավիճակում քննարկումների արդյունքում հանգել եմ կուսակցությունից հեռանալու որոշմանը, ասել է Մարտուն Գրիգորյանը, այնուհետ պատասխանել լրագրողների հարցերին և խոսել առաջիկա անելիքների մասին։ Ես ինքս կուսակցական մտածելակերպ և հոգեբանության կարող չեմ, ես ավելի շատ անհատի կողքին կանգնող անձ եմ և երբ որ հանդիպել եմ 2008 թվականին քաղաքապետի ընտրությունից առաջ պարոն Ծառուկյանին, դեռ այդ ժամանակ առաջարկություն եղել է կուսակցություն մտնելու, ես հրաժարվել եմ կուսակցություն մտնելու։ Ես ինձ այս պայմանությամբ տեսնում եմ որպես անկուսակցական պատգամավորի, կուսակցական պատկանելությունին վրա վերցնելու բացարձակապես խնդիր չունեմ, քանի որ հենց այս որոշումս պայմանավորված էր ինձանով, ես եմ որոշել դուրս գալ կուսակցությունից, տեղեկացնեմ նաև, որ ես հանդիպել եմ պարոն Ծառուկյանին դեռ ամս 20-ից առաջ, զրուցել եմ պարոն Ծառուկյանի հետ, տեղյակ եմ եղել սկզբանե պարոն Ծառուկյանի որոշմանը, վերջնական պարոն Ծառուկյանի որոշմանը, բայց ես հարկ չեմ համարել ավելի շուտ քայլ անելու, քան պարոն Ծառուկյանը, քանի որ ես և Գագիկ Ծառուկյանը 6 տարի համատեղ աշխատել ենք և շնորհակալ եմ այդ 6 տարիների համար, շնորհակալ եմ այդ կատարած աշխատանքի համար։ Ճիշտն ասած, ես գործողությունների այդ պլանի ծրագրերի մեջ չկա, թե ինչ էր պլանավորվում, ինչ էր ծրագրավորվում, ես ընդամենը որպես թիմագիծ, որպես նվիրված մարդ կանգնած եմ եղել Ծառուկյանի կողքին, որ ինքը գնում է հաշվի առնելով էլի եմ
նորմալ բարեկեցիկ կյանքով ապրել, այս քանի որ ստացվեց այսպես, բնական կա հիասթափություն, հենց կոնկրետ ինքը նատմամբ ժողովրդի մոտ ընդդիմությունից և ես ցանկություն չունեմ այդ ճանապարհը մտնել նմանատիպ խաղերի միջով հասնել։ Միանշանակ հիասթափված եմ, քանի որ ես նվիրվող մարդ եմ, ես անձի կողքին կանգնող մարդ եմ և եթե անձը այսօր խնդիր ունի և քաղաքականությունից դուրս է եկել, ես ոչինչ չեմ կարող անել։ Լուրեր շրջանառության մեջ տնել այս պահին, երբ որ դեռ մոտ 2 տարի կա քաղաքապետի ընտրություններին, ես համարում եմ ավելորդ արհեստածին ինֆորմացիա շրջանառության մեջ տրված, որպեսզի, այսպես ասեմ, լարեն, սրեն հարաբերությունները իմ և քաղաքապետի, պետք է հիասթափեցնեմ այդ ջանքուի տնողներին, չի լինելու դա, ես ու քաղաքապետը աշխատելու ենք, Գյումրին ունի շատ խնդիրներ, հերիք է, ինչքան Գյումրին պառակտվել է, ինչքան, այսպես ասեմ, այդ պառակտման արդյունքում Գյումրին ու գյումրեցին տուժել է, մենք պետք է հասկանանք, գիտակցենք, թե մարզպետը, թե քաղաքապետը, թե բոլոր պատգամավորները, անկախ իրանց քաղաքական հայացքներից և դիրքերից, պետք է համախմբվենք մի խնդրի շուրջ, պետք է կանգնենք մեր ժողովրդի, մեր գյումրեցիների կողքին։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր պրոֆեսոր Վարդան Գրիգորյանը տարածել է հայտարարություն, որում մասնապես ասված է, մեջբերում եմ. Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների և հույսերի չիրականացման և գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը և հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից։ Մեջբերման ավարտ։ Քաղաքականությունը շուկա է, ժողովուրդը ընդդիմադիր ուժի պահանջարկ զգում է, բայց առաջարկ չկա։ Առաջարկն ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի առաջիկայում չի լինի։ Ընդդիմադիր ուժի ստեղծման համար հսկայական ռեսուրսներ և նոր դեմքեր են պետք, մինչդեռ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։ Հանրապետականները բոլոր ընտրություններում և քաղաքական գործընթացներում կհաղթեն, քանի դեռ իրական և ուժեղ ընդդիմություն չկա։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, իրենց ընդդիմադիր հռչակած գործիչները առաջիկայում միմյանց կմեղադրեն,
կվիճեն, թե ով է իրական ընդդիմությունը, բայց խոսքից բացի ուրիշ ոչինչ չի լինի։ Сейчас заранее скажу, кто из них настоящий, никто. Ուզում եք նախապես ասեմ, թե ով է նրանցից իրական, ոչ ոք, հետևաբար քաղաքականությունն այլևս անհետաքրքիր է։ Իսկանդարյանը կարծում է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, հայտնի ասույթը այս դեպքում չի գործի։ Քաղաքական դաշտում ոչ դեմքեր կան, որ դատարկ տեղը զբաղեցնեն, ոչ էլ գործընթացներ են տեղի ունենում։ До выборов мало времени. Ընտրություններին քիչ ժամանակ է մնում, իսկ ընդդիմադիր ուժի ստեղծման համար հսկայական ռեսուրսներ են պետք, ֆինանս, մեդիա, փորձագետներ եւ որ ամենակարևորն է դեմքեր։ Դեռևս չեմ տեսնում որևէ մեկի ցանկությունը։ Որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հռչակել, ոչինչ չի նշանակում, ասում է քաղաքագետը։ Միևնույն է, գործընթացների վրա որևէ ազդեցություն այլևս չի ունենա։ Իսկ կմնա քաղաքականության մեջ, թե կոչնչանա, դա էլ հանրապետականը կորոշի։ Հանրապետականը ցանկանա ԲՀԿ-ն ինչ-որ ձևով կգործի, չի ցանկանա կփլուզվի, եթե Ծառուկյանից ֆինանսավորում չստանա, հաստատ կցրվի, որովհետև այդ կուսակցությունը չունի գաղափարախոսություն, ծրագիր, իսկ Ծառուկյանի ելույթները մինչև հիմա ընդամենը բաժակաճառ էին։ Հասարակությունը հոգնել է նույն դեմքերից, քաղաքագետները կանխատեսելի ելույթներից։ Իսկանդարյանի խոսքով ընդդիմությունը պետք է ոչ թե վերակազմավորվի, այլ նորը ծնվի, զրոյից ստեղծվի։ Թեև քաղաքագետը դա քիչ հավանական է համարում, բարդ գործընթաց է։ Это политическая система. Այս քաղաքական համակարգը երկար կպահպանվի, առնետավազքը կշարունակվի, լրագրողները նույն հիմար հարցերը կտան, քաղաքագետները հիմար ձևով կպատասխանեն, բայց իրական քաղաքականությանը դա որևէ կապ չի ունենա։ Մարտի 5-ին ժամը 18-ին լցել է 2015 թվականի մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը, այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական բաժնից։ 2015 թվականի մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 59 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում։ Ընտրություններին հավաքանու անդամի թեկնածու գրանցված 68 քաղաքացուց ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը։ Արդյունքում հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և հավաքանու անդամի 64 թեկնածու։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզի 5 համայնքում Մանուշավանում, Հառիճում, Սարակապում, Կարմրավանում և Արփում ևս կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Նշված առաջին 3 համայնքում ընտրությանը կմասնակցեն միայն գործող գյուղապետերը։
Իսկ Արփենիում կպայքարեն գործող գյուղապետն ու իր եղբայրը, Կարմիրավանում երկու եղբորորդիներ։ 2015 թվականի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ։ Գյումրիում 7 հոգանոց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուզին ծառայող Վալերի Պերմյակովը բերման է ենթարկվել, երբ փորձ է պատել սահմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության պետ գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիժյուկովը։ Նրա խոսքով ձերբակալման պահին Պերմյակովը չի կատարել իրեն ուղղված հրամանն ու սահմանապահները զգուշացնող կրակոց են արձակել։ Պարզվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմաբազայի զինծառայող է, ով դասալքել է։ Նա ռազմաբազային է փոխանցվել հենց որպես դասալիկ, ասել է Վյաչեսլավ Բիրյուկովը։ Շարունակում ենք թողարկումը։ Արտերկրից Հայաստան վերադարձող քաղաքացիներին տեղեկություններ տրամադրելու համար ստեղծված Տունդարձ.am տեղեկատվական համակարգից օգտվելու կարգն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Նա ներկայացրել է կայքից տեղեկությունների ստացման 3 մակարդակները։ Առաջին մակարդակում տեղեկությունները զետեղված են վերադարձի հետ առնչություն ունեցող 15 ոլորտային բաժիններում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Եթե առաջին մակարդակ այցելելուց հետո քաղաքացին չի ստանում հուզող հարցերի պատասխանը, կարող է այցելել երկրորդ մակարդակ, ըստ որում պետք է գրանցվի կայքում, ապա իր հարցը ուղղի համակարգին։ Ստանալով դիմումը Նոր Զելանդիայից, Հոլանդիայից, Վրաստանից կամ Ռուսաստանից ելնելով հարցի բնույթից, համակարգի ադմինիստրատորն այն ուղղում է համապատասխան իրավասու պետական մարմնին։ Ստանալով դիմումը Նոր Զելանդիայից, Հոլանդիայից կամ Վրաստանից կամ Ռուսաստանից, ելնելով հարցի բնույթից, համակարգի ադմինիստրատորը այն ուղղորդում է համապատասխան իրավասու պետական մարմնին։ Եթե անձին հետաքրքրում է ինչպես մաքսազերծել իր հետ բերելիք իր ունեցված ավտոմեքենա կամ տրային գույք, ուրեմն դեպքում ուղղորդվում է ֆինանսների նախարարություն։ Եթե հարցը վերաբերում է իր երեխայի կրթության շարունակության կապված հարցերին, որտեղ Ռուսաստանում ռուսական դպրոց, Հայաստանում ինչպես է այսպես
ես ասած այդ հարցերը լուծում, ուրեմն կրթության նախարարություն, եթե առողջապահության նախարարություն, եթե անձը արգելանք խոսքը վերաբերում արգելանք ունեցող անձին ունի ընտանիքի անդամ հանդիսացող Ռուսաստանի քաղաքացի, ծնողներ, երեխաներ, ամուսիններ, իրենք նույնիսկ ասեցին, ասին մի քիչ էլ կարող է բանել, անգամ քույր եղբայր կապը կհամարենք ընտանեկան կապ, առաջինս, այսինքն դա որպես կանոն դրական պատասխան կլինի։ Հաջորդը, եթե անձի գտնվելը կապված է այնտեղ Ռուսաստանի Դաշնություն ուսման շարունակման հետ, անկախ ուրեմն խախտման բնույթից, նույնպես այդ դեպքերի ժամանակ դրական պատասխան կլինի։ Երրորդը, բուժման կամ խնամքի իրականացման հետ է կապված։ Հաջորդը, եթե անձը ունի որևէ սեփականություն Ռուսաստանի Դաշնությունում, բնական է իր անունով, եւ վերջինը, եթե անձը նախկինում ունեցել է որևէ մի թույլատվական փաստաթղթեր, պատենտ, աշխատանքի թույլատվություն եւ այլն։ Ընտանեկան նպաստ համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում փոխվել է ընտանիքի անապահովության գնահատման կարգը։ Թոշակառու անչափահաս երեխա գործազուրկի կարգավիճակ։ Սրանք արտոնություններն էին, որից օգտվում էին նպաստառու ընտանիքները, ստանալով 36 և բարձր միավորներ։ Տարեսկզբից թոշակների չափի ավելացումն ու գործազուրկի կարգավիճակ ունենալը նվազեցրել են ընտանիքի անապահովության գնահատման ու բարձր միավորներ ձեռք բերելու հնարավորությունը։ Եթե 2014 թվականին կենսաթոշակների չափի ամենամյաբարձրացումը չէր հասցել ընտանիքի անապահովության գնահատման կարգի վրա, ապա այս տարեսկզբից այն իր էական ազդեցությունն ու հետքը թողեց։ Միջինը 5000 դրամով կենսաթոշակային գումարի ավելացումը պատճառ հանդիսացավ մի շարք ընտանիքների պետության կողմից հատկացվող ընտանեկան նպաստից զրկվելուն։ Սոցիալական ծառայությունների միայն Գյումրի 2 ստորաբաժանմունքում շուրջ 260 ընտանիք է զրկվել այդ գումարներից։ Այնտեղ ոչ միայն թոշակի չափ է ավելանում, նաև թոշակի չափի ավելացումով նախարարությունը աշխատանքի սոցիալական հարցերի տվյալ կենսաթոշակառուների գործակցի փոփոխություն է կատարել, այսինքն նվազեցրել է իրենց գործակիցը, որովհետեւ իրենց ավելացված թոշակի չափը դուրս չբերե նպաստի իրավունքից, այլապես բոլոր թոշակառուները զրկվեին։
Նպաստի զրկվողների մի մասի մոտ էլ առկա է եղել ոչ թե թոշակների գումարների ավելացման, այլ որպես գործազուրկ հաշվառված չլինելու հետ կապված խնդիրը։ Եթե նախկինում գործազուրկ լինելը արտոնություն էր համարվում ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկվելու համար, այսօր արդեն այն նվազեցնում է անապահովության բարձր միավորներ ունենալու հավանականությունը, առավել ևս եթե աշխատունակ ես ու աշխատանք չես փնտրում։ Չաշխատող աշխատունակ տարիքի անձանց համար, որտեղ գործազուրկը արդեն դա սոցիալական խումբ է, հնարավոր է, որ իրենք չունենային այդ քաղաքացիների համար միավորի չափ իջեցվել է, այսինքն նրանց ևս մեկ անգամ տրվում է հնարավորություն, որ իրենք զբաղվեն իրենց աշխատանքի խնդիրներով, աշխատանքի տեղավորման առաջարկներ են կանում մարդկանց, երբ որ համապատասխան աշխատանք չենք ունենում, տվյալ անձին նոր տեղեկանքները տրամադրվում են իրենց, որտեղ մեր առաջնահերթ նպատակը մարդկանց աշխատանքով ապահովելն է։ Տարեսկզբից Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնում այցելուների թիվն է անհամեմատ շատացել։ Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կենտրոներ դիմել 221 քաղաքացի, ապա անցնող 2 ամսում ավելի քան 360 քաղաքացի է հաշվառվել։ Պատճառը սոցիալական ծառայություններում ընթացող փաստագրման գործընթացն է։ Պահանջվող մի շարք փաստաթղթերի հետ մեկտեղ նաև պահանջվում է տեղեկանք այն մասին, որ անձը այն է փնտրում։ Սոցիալայությունից եմ եկել, որ տեղեկանք պիստիմ ու աշխատանք չունեմ։ Դե բնական է, որ տանի միշտ տեսում չի։ Երկուատան չապաս երեխաներ ունեմ, հիվանդ տղա ունեմ, թոշակա ամուսնս թոշակարու, կուզեմ որ եկել եմ աշխատանքի համար, աշխատանքի տեղ, փնտրեմ չեն նպաստ չենք ստանում, նպաստ կդրել։ Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնում ներկա պահին հաշվառվել է 10,181 աշխատանք փնտրող, որից միայն 9,200-ն ունեն գործազուրկի կարգավիճակ։ Անցնող 2 ամսում աշխատանքի է տեղավորվել նրանցից 145-ը։ Մարդը կարող է հրաժարվել, դա իրավունքն է, բայց 2 անգամ հարմար աշխատանքի առաջարկի դեպքում իհարկե մենք կասեցնում ենք նրա գործազրկությունը, զրկում ենք նաև կարգավիճակից։ Եթե դու այսօր պատրաստական չես անցնելու հարմար աշխատանքի, ուրեմն բարիեղի պետության նպաստներն են միշտացի հիմքում սա է դրված։ Ինչ վերաբերում է նպաստանիքների թվի նվազմանը, ապա ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ համակարգում կատարված փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել սոցիալական ոլորտում հնարավոր բաց թողումները, իսկ նպաստի գումարներից զրկված ընտանիքների փաստաթղթավորման ու նրանց իրավունքի վերականգնման գործընթացը շարունակական է լինելու։ Իրենց ընտանիքի անդամներից եղել են ենթադրել կուսակցություններ,
բերեն համապատասխան տեղանք, նորից միավորի փոփոխություն է, շարժը առաջացել եւ դրանց կեսից ավելին ձեռք բերեցին նպաստի իրավունք եւ վերականգնեցին իրենց նախկին իրավունքները։ Ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված ընտանիքների մի մասն էլ հնարավոր միավորների հավաքագրման դեպքում կօգտվի եռամսյա աջակցություն ծրագրից։ Ալլա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Գյումրիում թափառող շների թիվն ավելացել է։ Ակտիվանում են հատկապես երեկոյան ժամերին։ Չորքոտանի անկոչներին կարելի է տեսնել քաղաքի տարբեր հատվածներում, բայց առավել շատ ծայրամասերում։ Թափառող շները կերի բացակայությամբ պայմանավորված ձմռան և գարնան ամիսներին գալիս են նաև գյուղերից։ Այս մասին բարձրաձայնում է պատասխանատու կառույցի ներկայացուցիչն ու հավելում, որ պայքար շների վնասազերծման համար իրականացվում է, բայց գյումրեցիներն էլ տարվող աշխատանքները բավարար չեն համարում։ Գյումրիում հունվարին 190, իսկ փետրվարին 207 թափառող շուն է վնասազերծվել։ Գալիք ամիսների համար թվային կանխատեսումներ անել հնարավոր չէ, բայց մոտավոր հաշվարկներն են օգնության հասնում, որ սորն իր գործին է անցնում շաբաթը 2-3 անգամ։ Գնում է հստակ հասցեներով ու յուրաքանչյուր այցի ժամանակ 10-ից 11 շարակում։ Ամբողջ տարվա կատարվածքով վնասազերծված շների թիվը տատանվում է մոտավորապես 2000-ից 2100-ի սահմաններում։ 2014 թվականին օրինակ Գյումրիում 2026 շուն է վնասազերծվել։ Վնասազերծում մեկ կինոն են բառ և համապատասխան վայրք է Մարմաշենի գյուղի մոտ։ Այնտեղ շների գերեզման կա։ Տանում են դադարվում են և հետո տրակտորը հողը լցում է դեղներ։ Գյումրու քաղաքապետարանը թափառող շներին կրակելով ոչնչացնելու եղանակն է ընտրել։ Փորձել են այսպես ասած ոտքը վերմակի չափով մեկնել, գցել բռնել, հաշվարկել 7 չափել ու 1 կտրել են։ Որոշումն էլ Ոչսորդի հրացանի ու փամփուշտների վրա է կանգնել։ Մարդը սիրական չի, բայց ստիպված այլընտրանք չունեն։ Գնեցման եղանակը, ասեմ, Երևանում կոնկրետ գնեցման եղանակն է, որը շատ տանքահաճույք է։ Եթե չեմ սխալվում, մեկ շունը մինչև 90,000 դրամ է։ Թափառող շների վնասազերծման համար համայնքային բյուջեից տրամադրվող գումարն այս տարի ավելացել է։ 2015 թվականի ընթացքում գործընթացը հնարավոր է 4.800.000 դրամի շրջանակներում կազմակերպվել։ Անցնող տարի այս թիվը պակաս էր, մոտ 3.5 միլիոն էր, բայց գումարի ավելացումն այս ուղղությամբ տարվող աշխատանքի ծավալի մեծացում չի նախատեսում։ Այլ մեկ շանը վնասազերծելու համար թվաբանությունն է ենթարկվել փոփոխության։ Նախկին 800 դրամի փոխարեն 1400 դրամ։
ցածր է վարձատրում այդ բով ստիված բարձրացել է քաղաքապետարանը շների վնասազերծման գումարը 2000 դրամ գազի ծախսն է 4000 վարորդի մեքենայի ծառայությունը 3500 դրամ բանվորի աշխատավարձը օրական Սակայն որսորդի աշխատավարձի չնչին ավելացումն այնքան էլ գոհացնող առավել ևս գայթակղող չէ։ Սրանով պայմանավորված էլ երկար ժամանակ որսորդել չկար։ Մի քանի ամիս շներն ազատ ու անարգել էին թափառում, այժմ էլ որսորդը մեկն է, խնդիրը լուծվել է, բայց մասնակի։ Ասենք քաղաքված շուն 4-5 հատ մի հատ գրագում է մնացածը փոխում են հետո նորից գնում են այդ փոխած շների հետքերով եթե կարողացան կվնասազերծեն եթե չէ նորից մի շաբաթ նորից ազանք կգա Որսորդին ասենք երկուսոր կերակեն միակամս 5 շունը կարվե տեղում վնասազերծ Թափառողջներին կոնկրետացնեն մի առանձին բաժնում եթե խփելու միջոց չկա վերացն չկա կամ չեն ուզում պետության կողմից է բայց վնաս է ժողովրդին մի բան պետք է արվի որ ժողովրդից հեռու է մուշում ենք ապրում ու վագանի շատ են թափառողջները կոմբինատի շատ կա այս թաղերն է հեռու թաղամասը շատ կա ասենք իժգունը երեխեքը դուրս կգան չեն կարող ներս կատվում կա որտեղ աղբար գղեր են դրված այդտեղ շատ է թափառողջներ ու շատ վտանգավոր են ասեմ ես ինքս տանում եմ թափելու շատ վախով եմ թափում գալիս Փիչի Մարդկանց առողջության համար վտանգավոր է Թե այս չորքոտանների դեմ տարվող պայքարը երբ կարող է լիարժեք ու բավարար համարվել, ոչ մեկին հայտնի չէ։ Շները բազմանում են, խնդիրն ավելանում, որսորդը կրակում է, կենդանիների պաշտպաններն էլ աղաղակում։ Մի կողմում մարդիկ են, մյուս կողմում կենդանիները։ Խնդիրը մշտական է, պայքարն էլ անավարտ։ Նազել Եղբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։ Մաշեն գյուղում տարիներ շարունակ ոչ թե հյուրի, այլ մշտական բնակչի կարգավիճակում ապրող ջայլամների թիվը գնալով պակասել է։ Կենդանիները բնակ կլիմայական պայմաններից չեն դժգոհում, բայց բազմանալ չեն կարողանում։ Խնդրի լուծման համար տարբերակ մշակվել է ջայլամատերը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությանն է ապավինել, բայց ծրագրվածն իրականություն կդառնա, երբ տեխնիկական թերությունները վերացվեն։ Մաշեն գյուղում ջայլամները գլուխները բարձր ու հպարտ են քայլում, միայն
թե պատճառը ոչ միայն ավազի բացակայությունն է, այլ վաղուց նրանք արդեն հյուր չեն այստեղ։ Ջայլամները Մարմաշեն են բերվել Ուկրաինայից մի քանի տարի առաջ։ Սկզբում դրանք տանն էին, սակայն աստիճանաբար հսկա թռչունների շարքերը նոսրացան։ Ջայլամների մի մասը սատկեցին, երկուսին էլ անցած տարի շները կերան։ Միայն այս երկու տանիքներն են մնացել ու հարմարվել պայմաններին։ Ջայլամները սիրում են խնձոր, լախանա ու իրանք սնում են հացահատիկները աղացած վիճակում։ Բայց թանկ հաջող չէ, պրոստե միջոցառումներ ժամանակին։ Ջայլամապահը կատակով ասում է թանկացնում են իրենց, որովհետև սեփական արժեքը լավ գիտեն։ Չնայած Գուրգենը թռչնի շուկայական գնից առանձնապես տեղյակ չէ, քանի որ վաճառքով չի զբաղվում, միայն պահում է ու փայփայում գեղեցկության ու հետաքրքրության համար։ Կենդանիները կմահաճ են ու խստապահանջ, տիրոջն էլ խնդրի առաջ են կանգնեցրել, չեն բազմանում։ Բազմացումը չի անում, որովհետև տարածքը շատ փոքր է իրանց համար։ Մենդանիքի համար մինիմում 5 հեկտար տարածք է պետք, որ իրանք հանգիստ ծավալեն, իրանք կենտրեն։ Ջայլամապահը որոշել է ինկուբատոր եղանակով ջայլամ բուծել։ Թռչնի ձվերն այս սարքում տեղադրելուց հետո լույսաշխարհ կգա նոր սերունդը։ Առայժմ տեխնիկական որոշ խնդիրներ են առաջացել։ Ձվերն արժեքավոր են, բայց առավելագույնը 6 ամիս կարող է պահել։ Կշռ 1 կիլո 200-ից կիլո 300 գրամ։ Շատ օգտակար են խոլեստերին ունեցող մարդկանց և շաքարով հիվանդների համար։ Ջայլամապահ Գուրգենը համոզված է ջայլամային ընտանիքը շուտով նոր ծագողներով է համալրվելու։ Նազիլ Բակյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Այսպիսին էր Ազդարարի գլխավոր թողարկումը, տաղավարում ձեզ համար աշխատեց Ելենա Ավետիսյանը, ցտեսություն։